Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Ես Ռազմիկ Մարտիրոսյանն եմ, այս թողարկմանը կներկայացնենք։ Ինչ է պայմանավորվել Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում։ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է։ Արգելվել է Հայաստանից ավելի քան 22,000 վարդի մուտքը Վրաստան։ Ինչ է կատարվում հայ-վրացական հարաբերություններում։ Փաշինյանն արձագանքել է Բայրամովի հայտարարությանը։ Ինչ է պայմանավորվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի վարչապետ Միշուստինի հետ հանդիպմանը։ Հայաստանի նկատմամբ կիրառվող ռուսական սահմանափակումների ֆոնին Ռուսաստան այցելած Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է այս հարցին։ ԵԱՏՄ-ի հետ կապված Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ ունեցել ենք բաց, անկեղծ, բարեկամական քննարկում, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունների մանրամասները չեմ կիսի այս պահին, սպասելով, որ դրանք իրականություն դառնան, որպեսզի դուք բոլորը տեսնեք։ Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր չեն քննարկվում։ Նիկոլ Փաշինյանն այսպես է արձագանքել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը։ Բայրամովն ասել էր, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել միայն այն բանից հետո, երբ իր ձևակերպմամբ Հայաստանի սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Մենք շարունակելու ենք աշխատել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա եւ ես ասել եմ, որ նախկինում էլ ասել եմ, հիմա էլ ասում եմ, մենք արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարցեր չենք քննարկում, սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնության նախընտրական ծրագրում եւ դա փաստ է։ Այսինքն նախընտրական ծրագրում արձանագրված է նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը եւ ժողովուրդը քվեարկել է 726,000 մարդ քվեարկել է դրա օգտին։ Այլ բան, որ խորհրդանում ուժերի հարաբերակցությունը զուտ սովորական սահմանադրության փոփոխության տրամաբանությամբ այնպիսին չէ, որ դա մեզ հայտնի մեխանիզմով իրականացվի, բայց այդ օրակարգ կա, դա նախընտրական պարտավորություն է, մենք պետք է դիրքավորվենք, վերլուծենք իրավիճակը եւ դիրքավորվենք այդ թեմայի շուրջ։ Ձերբակալվել է Արեգնազ Մանուկյանը։ Քննչական կոմիտեն կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան։ Մի րոպե, մտել եք մեր բնակարան ու ներխուժել եք մեր բնակարան ու չեք ասում ինչի եք ներխուժել։ Վաղ առավոտյան իրավապահները այցելել են Մայր Հայաստան կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան, ձեռքից խլել հեռախոսը, որով նա տեսանկարահանում էր իրականացնում, եւ տեղափոխել են քննչական կոմիտե, որտեղ նշել են, որ քրեական բարույթի շրջանակում Մանուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Իրավապահները Արեգնազ Մանուկյանի տուն էին մտել նաեւ հունիսի 12-ի առավոտյան, ապա նրան հրավիրել էին քննչական կոմիտե հարցաքննության։ Արգելվել է Հայաստանից ավելի քան 22,000 վարդի մուտքը Վրաստան, ֆիտոսանիտարական պատճառներով։ Խախտումներ են հայտնաբերվել Սադախլո եւ Նինոցմինդա ավտոմոբիլային անցակետերում։ Վրաստանի եկամուտների ծառայության տվյալներով տեսուչները ծաղիկների վրա հայտնաբերել են կենդանի վնասատուներ եւ դրանց ակտիվության հետքեր, ինչը խախտում է Վրաստանի գործող ֆիտոսանիտարական պահանջները։ Օրերս էլ հայտնի դարձավ Վրաստանում Եվրոպա գնացող կոնյակի որակի ստուգումների մասին։ Բեռնափոխադրողները հարց էին բարձրացնում, թե ինչու է Վրաստանն իր սահմանով անցնող ապրանքն ուղարկում Գեզիի մաքսակետ լաբորատոր ստուգման։ Վրացի մաքսավորները նախորդ տարի էլ դեպի Ռուսաստան գնացող հայկական ալկոհոլային խմիչքներն էին սահմանին շաբաթներով ստուգում։ Այս ստուգումների ֆոնին Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարություն տարածեց, անդրադառնալով արտահանման նոր կարգավորմանը։ Հուլիսի 10-ից ֆիզիկական անձինք Հայաստանից չեն կարող 5 կիլոգրամից ավելի միրգ, բանջարեղեն եւ այլ բուսական արտադրանք արտահանել։ Ինչով են պայմանավորված վերջին օրերին Վրաստանի կողմից հայկական կոնյակի ստուգումներն ու ծաղիկների մուտքի արգելքը։ Արդյոք այստեղ կա քաղաքական ենթատեքստ։ Ինչ է կատարվում հայ-վրացական հարաբերություններում։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանի հետ։ Ինչով են պայմանավորված վերջին օրերին Վրաստանի կողմից հայկական կոնյակի ստուգումներն ու նաև ինֆորմացիա եղավ վարդերի մուտքի արգելքի մասին, արդյոք այստեղ քաղաքական ենթատեքստ տեսնում եք, որովհետև սա ի վերջո համընկնում է Հայաստանի նկատմամբ կիրառվող ռուսական սահմանափակումների հետ։
Վերջի շրջանում վրաստական մեդիայում գոնե կոնյակի մասով ստուգումների եւ վերստուգումների հետ կապված որևէ տեղեկություններ չեն շրջանառվում եւ ինչու եմ հատկապես շեշտում վրացական մեդիան, որովհետեւ երբեմն լինում են անկախ լրատվամիջոցներ, ովքեր հարցումներ են ուղարկում համապատասխան կառույցներին վրացական, այսինքն ֆինանսների նախարարություն, եկամուտների ծառայություն եւ ստանում են որոշակի տեղեկություններ։ Այս մասով որևէ նորություն չկա։ Չկար նաեւ նորություն այդ եթե հետ գնանք 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին, այսինքն կային որոշակի սահմանափակումներ, բեռնատարները երկար կանգնում էին սահմաններին ստուգումների ժամանակ, բայց որևէ ըստ էության վրացական կողմը, բացի այն, որ ստուգումները իրականացվում են սահմանված ժամկետներում եւ դրանից դուրս այլ ինչ որ գործառույթներ եւ գործընթացներ չեն իրականացվում, վրացական կողմը որպես այդպեսին չէր հայտնում։ Հետաքրքիրն այն էր, որ հենց վրացական մեդիան, որը կարող էր այդպիսի ինչ-որ հարցեր ուղղել, նրանք նույնպես չէին կարողանում որևէ տեսակի ինչ-որ ինֆորմացիա պարզել ու հենց չէին խորշում ու նշում էին, որ անհասկանալի է, թե ինչ ստուգումներ են կատարվում հայկական բեռնատարների հետ եւ ինչն է իրականում պատճառը, որոնք որ խոչընդոտում են հայկական կոնյակով կամ այլ բեռներով բեռնված մեքենաների անցումը այն ժամանակ Ռուսաստան։ Այս պարագայում քննարկումներ կան, որ դրանք ոչ թե տեղափոխվում են Ռուսաստան, այլ ուղևորվում են եվրոպական երկրներ։ Այսինքն այս պահին այս առումով որևէ տեղեկատվություն դեռևս Որևէ վրացական տեղեկատվություն մամուլում չկա, չկա։ ոչ պաշտոնական աղբյուրներում եւ ոչ էլ վրացական մեդիայում այս մասով գոնե կոնյակի մասով ինֆորմացիա չկա։ Ինչ վերաբերում է ծաղիկներին, ապա վերջին ամիսներին բավական բուռն քննարկումներ եղան ծաղիկների հետ կապված, ծաղիկների մասով գոնե նախորդ ամիս եւ մայիս եւ հունիս ամիսներին բավական բուռն էին քննարկումները, որովհետեւ Հայաստանը կարողացել է ռեկորդային քանակի ծաղիկներ արտահանել վրացական շուկա եւ այն մտահոգությունները, թե հայկական ծաղիկները արտահանվում են վրացական շուկա եւ այնտեղից վերարտահանվում են, գոնե փարատվեցին, որովհետեւ նույն այդ ընթացքում Վրաստանը ծաղիկներ չէր վերարտահանել որևէ այլ երկրի եւ այսինքն ստացվում էր, որ դրանք սպառվում էին հայկական շուկայում։ Եվ ծաղիկների հետ կապված այս թեման բավական նոր էր, որովհետև նախկինում այս մեծ թվով ահռելի քանակի տոննաժով երբևէ Վրաստան մենք որպես այդպիսին ծաղիկներ չենք արտահանել եւ արտահանման ցուցակում կային նաեւ այլ արտադրանքներ, ապրանքանիշներ, որոնք նույնպես առաջին անգամ արտահանվել էին Վրաստան։ Հայ-վրացական հարաբերությունների ներկայիս իրավիճակն ինչպես է գնահատում, եթե ընդհանուր արդեն անդրադառնանք։ Հայկական հայ-վրացական հարաբերությունները միշտ ունեցել են ավանդաբար բարիդրացիական հարաբերություններ, ժամանակի ընթացքում լինում են ինչ-որ խնդիրներ, որոնք կարծում եմ կարողանում են երկու կողմը բավականաչափ ջանքեր գործադրելու արդյունքում լուծել, բայց այս փուլում կարծում եմ, որ մենք բավական նորմալ զարգացող հարաբերություններ ունենք եւ երկու կողմն էլ այս մասով գոնե առևտրատնտեսային հարաբերությունների վրա եւ քաղաքական երկխոսության վրա բավական լուրջ աշխատանք են տանում։ Վրաստան իշխանություններին պարբերաբար մեղադրում են հակաարևմտյան քաղաքականություն վարելու մեջ, իսկ Հայաստան իշխանություններին ընդհակառակը համարում են եվրոինտեգրման ջատագով, այս առումով երկու երկրների հարաբերությունների զարգացմանը խոչընդոտներ տեսնում եք։ Հարցը բավական նուրբ հարց է, հաշվի առնելով այս պահին Վրաստանի ունեցած այսինքն այդ հակասությունները արևմուտքի հետ եւ դա հիմնականում այս պահին տարածվում է Եվրոպական միության վրա, որովհետև Վրաստանը ԱՄՆ-ի հետ գոնե այս փուլում փորձում է իր հարաբերությունները կարգավորել եւ բազմիցս հանդես է գալիս այն հայտարարություններով, որ կարող են պատրաստ են սկսել հարաբերությունները նոր էջից, մաքուր էջից եւ վերջի շրջանի այդ հանդիպումներն ու քննարկումներն էլ ցույց են տալիս, որ կարծես թե սայլը տեղից շարժվել է այս առումով, որը չեմ կարող ասել նաեւ Եվրոպական միության մասին։ Եվրոպայի հետ հարաբերությունները եւ երկուստեք այս քննադատությունները միմյանց նկատմամբ ամենալուրջ հռետորաբանության կիրառումը այս պարագայում բավական անհանգստացնող է ինչ-որ եւ բայց այստեղ շատ կարեւոր հանգամանք եմ ուզում շեշտել, որ հայկական կողմը մշտապես շեշտել է, որ շատ կարեւորում է Վրաստանի եւ Եվրոպայի եւ ընդհանրապես արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորումը եւ հատկապես դեպի Եվրոպա մեր հարաբերությունների զարգացման եւ
քննարկումներում հայկական կողմը մշտապես շեշտել է, որ առանց Վրաստանի եւ Վրաստանի հետ այդ հարաբերությունների զարգացման նաեւ դժվար է պատկերացնել, թե ինչպիսի ընթացք ունենա նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները։ Այսպիսով եւ վրացական կողմում կարծում եմ եւ հայկական կողմում բավական նրբանկատորեն են մոտենում հարցին եւ հասկանում են, որ այստեղ եւ երկրները ունեն իրենց արտաքին քաղաքականությունը տվյալ կառույցների եւ երկրների հետ առանձին եւ որը պետք է հնարավորության դեպքում չազդի նաեւ երկուստեք հարաբերությունների, փոխհարաբերությունների եւ գործընկերության վրա։ Իսկ ինչ պոտենցիալ կա այս պահին հայ-վրացական հարաբերություններում, որը չի օգտագործվում կամ մասամբ է օգտագործվում։ Դե ավանդաբար հայ-վրացական հարաբերությունների ամենազարգացած այսինքն ուղղությունը հենց առևտրաշրջանառությունն է, որը երկրների ամենալայն իմաստով է կապում։ Դրանից հետո իհարկե քաղաքական հարաբերություններն են, հիմնական քննարկում է նաև туриզմը, մշակույթը եւ այլն նման հարցեր եւ վերջին ամիսները, ինչպես նախկին խոսքում նշեցի, կային ոլորտներ, որոնք նախկինում օրինակ թվում էին, որ առևտրաշրջանառության մեջ չեն կարող ինչ-որ նոր ապրանքներ հայտնվել կամ նոր ինչ-որ տարբերակներ, բայց փորձը ցույց տվեց, որ կան ոլորտներ եւ կան գոնե կոնկրետ ապրանքներ, որ կարող են մտնել առևտրաշրջանառության, այսինքն ցուցակում եւ երկրները կարող են այս առումով նույնպես համագործակցել։ Մնացած առումներով եւ իհարկե տարածաշրջանային տարբեր նախագծերի մասին կարող է խոսք գնալ, այսինքն երկու երկրների համար էական նշանակություն ունեցող միջին միջանցք, թրիփն է եւ տարածաշրջանային այլ նախագծեր, որոնք լոգիստիկ առումով, ենթակառուցվածքների առումով բավական կարեւոր են եւ Վրաստանի եւ Հայաստանի համար եւ կարծում եմ այս հարցում երկու երկիրն էլ ենթակառուցվածքների առումով բավական լուրջ են մոտենում, եթե Վրաստանում այս պահին հայտարարվել է նաև դեպի Հայաստանի հետ սահման այսինքն մայրուղու շինարարության աշխատանքների համար տենդերը հայտարարվել եւ այսինքն Վրաստանը նույնպես շատ մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի հետ ենթակառուցվածքների զարգացմանը, կհիշեք նախկինում բարեկամության կամուրջը որպես այդպեսին վերանորոգվեց եւ շահագործման հանձնվեց երկու երկրների կողմից, հիմա քննարկումներ կան, այսինքն այդ Ալգեթից Սադախլո հատվածը, որը մոտեցնում է մինչեւ Հայաստանի հետ սահման, իհարկե այնտեղ կա նաեւ հատված, որ Ադրբեջանին է մոտենում, բայց երկիրը ամեն դեպքում լուրջ քայլեր իրականացնում տարածաշրջանային ենթակառուցվածքները զարգացնելու եւ Հայաստանի համար հետաքրքիր շարունակել հետաքրքիր լինել տարածաշրջանային պրոյեկտներում ենթակառուցվածքների առումով եւ ինչու՞ չէ Հայաստանի մյուս կողմից փորձում է իր ենթակառուցվածքները զարգացնել Վրաստանի համար հետաքրքիր լինելու համար։ Եվ եթե ամփոփենք մեր զրույցը, այսինքն այս արգելքների կամ ստուգումների վերաբերյալ հրապարակումները դեռևս մամուլի մակարդակով են, ընդ որում հայկական մամուլի մակարդակով, եւ հայ-վրացական հարաբերություններում այս պահին գոնե տեսանելի խնդիրներ չեն արձանագրվում։ Տեսանելի խնդիրներ որպես այդպեսին այո իսկապես չկան եւ եթե փորձը հիմա, այսինքն նախորդ փորձ պրոյեկտը հիմա այժմյան իրավիճակի վրա, եթե կհիշեք նույն 2025 թվականի մայիս, հունիս եւ այդ նույնիսկ հուլիս ամիսներին անընդհատ խմորումներ կային կոնյակի հետ կապված, ստուգումների հետ կապված եւ քննարկումներ կային, ինչ որ մի պահից ուղղակի դադարեցին այդ քննարկումները, խնդիրը կարգավորվեց ինչ-որ ներքին պրոցեսների եւ ներքին աշխատանքների շնորհիվ, հավանաբար այս պարագայում էլ կողմերը կկարողանան ճիշտ տեսանկյունից նայել հարցերին եւ ունենալ այդ հարցերի լուծումը։ Եվ կարծում եմ, որ հատկապես հայ-վրացական հարաբերություններին ընդհանուր եթե նայում ենք, շատ կարեւոր հանգամանք է, որ երկրները կարողանան այսպիսի խնդիրները չդարձնեն այնքան լուրջ, որը կազդի եւ նաեւ հանրային տրամադրվածության վրա, որովհետեւ այսպիսի դեպքերում գիտեք, որ շատ արագորեն նաև ազդում է հանրային տրամադրվածության վրա, հասարակությունների վրա եւ հետագայում որ դրանք չդառնան հայ-վրացական հարաբերությունների վրա հնարավորությամբ ազդող որևէ հնարավոր խոչընդոտ հանրային քննարկումների պարագայում։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պարտավորվել են առաջիկա 2 տարիների ընթացքում Ուկրաինային տրամադրել 140 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն։ Այդ պարտավորությունն ամրագրվել է Անկարայում 3 ավարտված գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։ Этот саммит НАТО стал скорее положительным. ՆԱՏՕ-ի այս գագաթնաժողովն ընդհանուր առմամբ ավելի դրական էր Ուկրաինայի համար, սակայն հակասական դաշնակիցների տեսանկյունից։ Հենց սկզբից Դոնալդ Թրամփը քննադատեց եվրոպացի գործընկերներին այն բանի համար, որ նրանք չեն աջակցել իրեն Իրանի դեմ պատերազմում։ Կրկին խոսեց Գրենլանդիայի նկատմամբ իր հավակնությունների մասին եւ հայտարարեց, որ ընդհանրապես չէր մասնակցի գագաթնաժողովին, եթե չլիներ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Գագաթնաժողովի հյուրընկալող Էրդողանից բացի Թրամփի գովեստին արժանացավ միայն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որը վերջին 1 տարվա ընթացքում գրեթե մշտապես արդարացրել է Թրամփի գործողությունները։
Չնայած ես շատ հիասթափված եմ ՆԱՏՕ-ից եւ նրանից, որ մենք վճարում ենք ահռելի գումարներ, միլիարդավոր դոլարներ նրանց պաշտպանելու համար։ Դա արդար չէ։ Մենք պաշտպանում ենք նրանց, իսկ նրանք մեզ չեն պաշտպանում։ Բայց ուզում եմ ասել, որ նա հիանալի առաջնորդ է։ Նրանք պետք է երջանիկ լինեն, որ ունեն նրան։ Նա ՆԱՏՕ-ի ամենամեծ առավելությունն է։ Վերջին 2 տարվա ընթացքում 2025 եւ 2026 թվականներին Եվրոպան եւ Կանադան պաշտպանության վրա ծախսել են 250 միլիարդ եվրոյով ավելի, քան 2024 թվականին։ Առանց ձեզ այս պաշտոնում այդ ամենը չէր լինի։ Իհարկե դրա պատճառը Ռուսաստանն է, բայց նաեւ դուք։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները, հատկապես Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, Թրամփի քննադատության թիրախ դարձան այն պատճառով, որ չաջակցեցին Միացյալ Նահանգների պատերազմին Թեհրանի դեմ։ Իսկ Իսպանիային, որը հրաժարվել էր իր ռազմաբազաները տրամադրել Իրանի ուղղությամբ հարվածների համար, Միացյալ Նահանգների նախագահը նույնիսկ անվանեց սարսափելի գործընկեր եւ կոչ արեց դադարեցնել նրա հետ առևտրային հարաբերությունները։ Այս ամենի ֆոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարելի է ասել շահեց առավելագույնը։ Երկկողմ հանդիպման ընթացքում Թրամփը իր հարաբերությունները Զելենսկու հետ բնութագրեց որպես հիանալի, հայտարարեց, որ Ուկրաինային մեծ ապագա է սպասվում եւ հայտարարեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի Patriot համակարգերի հրթիռների արտադրության լիցենզիա։ Միաժամանակ գագաթնաժողովի արդյունքներով ՆԱՏՕ-ի դաշնակիցները խոստացան 2026 թվականին Ուկրաինային տրամադրել 70 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն, իսկ 2027 թվականին առնվազն նույնքան։ Ճիշտ է, այդ գումարի հաշվարկում ներառված է նաև Եվրամիության կողմից արդեն տրամադրված 90 միլիարդ եվրոյի վարկը։ Մինչ Ռուսաստանի իշխանությունները վստահեցնում են, որ իրավիճակը վերահսկելի է, ռուսական բենզալցակայանների հերթերը միայն ավելանում են։ Բենզինի պակասը հանգեցնում է բենզալցակայաններում բախումների եւ գնաճի։ Թեմային իմ գործընկեր Մարինա Բորիսպոլեցն է անդրադարձել։ Արթնացանք, որպեսզի գնանք մեքենան լիցքավորելու, հասանք լիցքավորման կայան, հետո մեկ ուրիշը։ Կիլոմետրանոց հերթեր են, մինչև հիմնական կայան հասնելը դեռ 600 մետր կա։ Ի վերջո հաջողվեց լիցքավորել։ Ահա այսպիսին են դարձել բազմաթիվ ռուսաստանցիների ամենասովորական օրերը։ Գիշերվանից սկսած նրանք կանգնում են բենզինի հերթի։ Հերթերը շատ հաճախ ավարտվում են ծծկրթուկով։ Գործի են դրվում բռունցքները, իսկ երբեմն էլ նաև զենքը։ Վերջին դեպքերից մեկը, երբ լիցքավորման կայաններից մեկում տղամարդը հարձակվել է ոստիկանի վրա։ Շուտով հայտնվեց մեկ այլ տեսանյութ, որտեղ ոստիկանները բերման են ենթարկում ագրեսիվ տղամարդու, որը չգիտես ինչու գրեթե ամբողջությամբ մերկ է եղել։ Քանի դեռ որոշ ռուսաստանցիներ բախումներ են սարքում լիցքավորման կայաններում, մյուսները բենզին են վաճառում տարաներով, այն էլ աստղաբաշխական գներով։ 15000 ռուբլի 20 լիտրի դիմաց։ Ստացվում է մոտավորապես $10 1 լիտր բենզինի համար։ Տեսանյութն արվել է օկուպացված Ղրիմում։ Սևաստոպոլի մասնավոր լիցքավորման կայաններում 92-րդ տեսակի բենզինը վաճառվում է մոտ $1.5 1 լիտրի դիմաց։ Սևաստոպոլի մասնավոր լիցքավորման կայաններում 92-րդ տեսակի բենզինը վաճառում են մոտ $2.5 1 լիտրի դիմաց։ Նիժնի Նովգորոդի մարզում որոշել են բենզինը վաճառել QR կոդերով։ Բացի այդ, քննարկում են սահմանափակումներ մտցնել ըստ զույգ եւ կենտորերի, կախված մեքենայի համարանիշի առաջին թվից։ Նմանատիպ միջոցներ արդեն գործում են Օրիոլի մարզում։ Իրկուտսկի մարզում էլ որոշել են ընդհանրապես արգելել բենզինի վաճառքը անչափահասներին։ Պաշտոնական պատրվակը պայքարն է ահաբեկչությունների եւ ճանապարհատրանսպորտային պատահարների դեմ։ Օրինագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Իսկ Կրասնոդարի երկրամասում լիցքավորման կայաններից մեկում ուղակի դարպասներ են տեղադրել։ Ամենայն հավանականությամբ քաոսից խուսափելու եւ մեքենաների հոսքը կարգավորելու համար։ BBC-ի ռուսական ծառայության հաշվարկներով առելիքի դեֆիցիտն արդեն հասել է Ռուսաստանի 83 մարզերից 78-ին, այսինքն գրեթե ամբողջ երկրին, չհաշված օկուպացված տարածքները։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։